Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Ես բոլորի երգչուհին եմ, իր հարցազրույցներում հաճախ նշում է իմ այսօրվա հյուրը։ Չնայած նրա նկատմամբ կա ընդգծված սեր ժողովրդի կողմից, այնուամենայնիվ նրան նաև քննադատում են։ Նախորդ տարեվերջին կայացավ նրա մենահամերգը, որի ընթացքում գրանցված միջադեպի պատճառով քննադատությունների տարափ սկսվեց երգչուհու հասցեին։ Թե որն է քննադատությունների կենտրոնում հայտնվելու, երբեմն պետականամետ բնորոշումը ստանալու եւ այս ամենով հանդերձ ժողովրդի սերը վայելելու գաղտնիքն ու պատճառը կպարզենք բացարձակ արժեք հաղորդման այս թողարկման ընթացքում։ Դե իսկ զրուցակիցս սիրված երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանն է։ Ողջույն Ալլա, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ալլա, նախորդ տարեվերջին սեպտեմբեր ամսին կայացավ ձեր ճանապարհ խորագրով մենահամերգը, որը 20 տարիների անցած ճանապարհի անդրադարձն էր։ Համերգից հետո ես շատ դրական կարծիքներ կարդացի, մարդիկ գոհ էին, նշում էին, որ համերգը կայացած էր, անգամ ոտքի վրա մարդիկ կային, ովքեր հնարավորություն չէին ունեցել տոմս գնել եւ այլն, սակայն ցանկությունը մեծ էր ձեզ լսելու։ Սակայն այս ամենով հանդերձ ավելի շատ քննարկվեց համերգի ընթացքում գրանցված մի միջադեպ կապված առաջին տիկնոջը ողջունելու հետ։ Իրական ինչ տեղի ունեցավ։ Ճիշտ ասած, այս մասին մի քանի անգամ արդեն ասել եմ, բայց չեմ զլանա եւս մեկ անգամ ասել, մանավանդ որ արդեն համերգը դիտելուց հետո իմ ջալոց դա ինտրիգայի պես մի բան ստացվեց եւ լավ էր, որ այդ խոսակցությունները եղան, որովհետեւ ինչպես հասկացա, Արմենիա հեռուստաընկերությունն էր ցուցադրում, արդեն մի քանի անգամ ցուցադրեց փոքրիկ ժամանակահատվածում, որտեվ ինչպես ասում են, ռեյտինգը դիտողականությունը շատ բարձր է եղել եւ ես գիտեմ, որ շատ մարդիկ պարզապես այնքան են լսել, որ ինչ-որ բան է եղել, սպասել են տեսնել, թե այդ ինչ է եղել։ Եվ դրանից հետո զանգահարում էին շատ տարբեր բնակավարերից, շատ տարբեր տարիքի եւ տեսակի մարդիկ ու ասում էին, որ սրա մասին էր խոսքը, շատ ճիշտ ու գեղեցիկ էր ամեն ինչ արված։ Երգը կոչվում էր Բարև, նախ շատ շնորհակալ եմ առաջին տիկնոջը, որ ներկա էր եւ իհարկե մեր մշակույթի նախարարին, եւ այնտեղ ինչ որ ասել էին, որ ուշ եկել է, վերջում եկել է առաջին տիկինը, ես համերգը կանգնեցրել եմ, նա երբեք չի ուշանում համերգներից եւ ի վերջո նա առաջին տիկինն է եւ եթե պետք լիներ, պետք է այդպես էլ կանգնեցնեի համերգը, բայց ուրեմն այսպես է եղել, վերջին երգը կոչվում էր Բարև, գրել եմ ես, բոլորին ասում էի քեզ էլ բարև, ձեզ էլ բարև երգի միջոցով եւ իհարկե բարևեցի նաեւ ու շնորհակալություն հայտնեցի մեր առաջին տիկնոջը, որ նա եկել է ու այդպես բեմադրության պես բան ստացվեց ու շարունակվեց համերգը դեպի ավարտ, այսքան բան։ Տիկին Սարգսյան, Տիկին Պողոսյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Ծափարենք բարձր, ձեզ էլ բարև։ Բարև, հազար բարև։ Մեր հասարակությունում հստակ այն միտումը կա, որ լավը արագ չնկատելու են տալիս, սակայն մի փոքր չստացված բանից մեծ բան են դարձնում, եւ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր միտումը գնում է դեպի դրան։ Ձեր դեպքում պետք է նշենք, որ կա ընդգծված սեր ժողովրդի կողմից, սակայն զարմանալիորեն սրանով հանդերձ ձեզ երբեմն քննադատում են ու շատ երբեմն հայտնվում եք քննադատությունների թիրախում։ Իսկապես, կասեք մի քանիսը։ Մասնավորապես, երբ ուսումնասիրում էի ձեր հարցազրույցները, ձեր նկատմամբ վատ վերաբերմունքը հիմնականում գնում էր այն ուղղությամբ, որ Ալլան պետականամետ է եւ այլն այսպիսի բնորոշումներ են ձեզ տալիս, դուք սրան ինչպես եք վերաբերում։ Նորմալ, Ալլան եւ
այս պետության մեջ է եւ պետականամետ է եւ ժողովրդամետ է եւ այսինքն ես լսել եմ դա քննադատություն չեմ համարում։ Գիտեք, որպես 20 տարվա բեմական գործունեության մեջ եղող մեկը, եթե համեմատվեմ շատ-շատերի իմ ընկերների հետ, երևի միակ մարդկանցից եմ, որի նկատմամբ չի եղել այդ դրսևորումը կոնկրետ չար մարդկանց կողմից, էլի, որովհետև միշտ կամ եղել է անտարբերություն, կամ ուղղակի լավ բաներ են եղել, եւ եթե հիշում եք որևէ ընդգծված բան իմ անձի շուրջ չի եղել, վատ խոսակցություններ, ես շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մեր ժողովրդին, նույնիսկ նրանց, որոնք գուցե չմտածված ինչ որ պատկերացումներ երևակայություններ ու ինչ որ բան են ասում, ամեն դեպքում չկա մեկը, որին բոլորը ընդունեն եւ սիրեն, բայց կան մարդիկ, որոնց ավելի շատ ընդունում եւ սիրում են, ես անհամեստորեն պիտի ասեմ, որ դա դրանցից մեկը ես եմ։ Ուրեմն ասում էին, որ պալատական երգչուհի, ինչ է նշանակում պալատական երգչուհի, ապրում ենք մի փոքրիկ երկրում, որտեղ շատ քիչ մարդ է ապրում եւ բոլորս իրար ճանաչում ենք, մեկը ընդունում է պալատական մարդկանց, մյուսը չի ընդունում։ Ես ինձ համարում եմ եւ ժողովրդի երգչուհի եւ պալատական երգչուհի եւ ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում։ Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ նրանց, որոնք այդպիսի կտրուկ եւ կոնկրետ բաներ են ասում, մի հատ հետևեն իրենց ապրելակերպին, իրենց անցյալին, հիշեն այն ժամանակ իրենք ինչպիսին էին, այս պետականության ժամանակ ինչպիսին են, այսինքն ամեն մեկը իր առաջ է տանում իր օգուտը, իր ժամանակի մեջ։ Ես նման խնդիր չունեմ, որտեղ ես քաղաքական գործիչ եմ, գործիչ չեմ, բիզնեսներ չունեմ, ես երգչուհի եմ, որը առնչվում է եւ պետական այրերի հետ, եւ ժողովրդի հետ, մի խոսքով նորմալ եմ նայում։ Այս ամեն ինչ։ Նույն բնորոշումները կարծես թե տրվեցին նաև այն ժամանակ, երբ դեռ 2011-ին ձեզ շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը։ Ընդհանրապես մեզանում լայն տարածում կա, որ երբ որ մարդուն որևէ պետական կոչում է շնորհվում, չար լեզուները նրա նկատմամբ միանգամից ավելանում են, եւ դուք եւս բացառություն չեք, ասեկոսաները անգամ հաստում էին այնտեղ, որ ինչու պետք է երիտասարդին շնորհվի նման կոչում, երբ նույնիսկ Ռուբեն Հաղվերդյանը չունի այդ կոչումը։ Առհասարակ ձեզ համար որպես արտիստ այդ կոչումները կարևոր են։ Նախ ասեմ, որ մինչ ինձ արդեն եղել էին շատ երիտասարդներ, գրեթե տարեկիցներ, որոնց շնորհվել էր նորից, այսինքն իմ անձի շուրջ չի եղել նորից առանձնահատուկ, բայց ես հիշում եմ խոսակցություն եղավ, թե ինչու որևէ մեկին չցույց տվեցին լուրերով, ցույց տվեցին ինձ։ Հիմա այդպես ստացվել էր, հաստատ ծանոթություն կամ գումարի խնդիր չկար, որ լուրերը ինձ ցույց տար կամ ոչ, ինձ տեսան, ինձ մոտեցան, ինձ էին համակրում կամ գնահատում, ինձ խոսեցրին, այսքան բան։ Ինչ վերաբերում է Ռուբեն Հաղվերդյանին, ես միշտ եմ նրա երկրպագուն եղել, նրա երգերի եւ շատ սիրում եմ, եւ հարցի մյուս կողմը, ինչպես եմ նայում այս մրցանակներին, այս կոչումներին, մեծ սիրով եւ հաճույքով, բայց ինձ համար շատ երգիչներ են նույն բաները ասում, ես հիմա նորից պիտի կրկնվեմ, կարևորը ժողովրդի ընդունելությունն է, որտեղ այդ կոչումները չեն փրկի, եթե քո համերգին ոչ ոք չգա։ Ստացիր, լիքը կոչումներ ստացիր, եթե քեզ չսիրեն, չընդունեն, քո դահլիճը լեփլեցուն չլինի, սփյուռք քեզ չհրավիրեն, ինչին են պետք այդ կոչումները, բայց նաև այդ լեփլեցուն դահլիճների հետ միասին, եթե կա պետության կողմից նման վերաբերմունք, դա մեծ հաճույք է եւ թող ոչ ոք ինչ որ բաներ չասի, իհարկե ես շոյվում եմ։ Հələ այսօր փոխվել են ժամանակները եւ հայտնի դառնալու համար ընդամենը րոպեներ են անհրաժեշտ։ 90-ականներին էր ձեր մուտքը հայկական այսպես կոչված շոու բիզնես, այդ դժվար տարիներին այս դաշտում դժվար ճանապարհ հարթած երգչուհու համար սա անհանգստացնող է, թե միևնույնն է դուք գիտակցում եք, որ հստակ ունեք մեր երգարվեստում ձեր տեղը։ Ես այն երգչուհիներից եմ, որը մի օրում չի դարձել։ Այսինքն իհարկե Հայաստան երգը նպաստեց նրան, որ բոլորը կատակով ասում էին, լսի, քնեցիր, զարթնեցիր, երգը գրել էիր ու մեկ էլ հայտնի դարձար։ Դա ֆենոմենալ երգի, ինչպես բոլորն են ասում երաժիշտները, դրա պատճառով էր, բայց ես ստեղծագործում էի, ես դրանից հետո էլ միայն այդ մի երգը չի եղել, որ ասեմ այդ երգն էր։ Դրանից հետո գրվեց Հոյնարը, գրվեց Սպարապետը, Մայրիկը, Օրորը, Գնամ հասնեմ, այսինքն երգեր, որոնք գրվում են։ Այս մենահամերգի ժամանակ, երբ եղավ սեպտեմբեր ամսին, ես ունեի մտավախություն, որովհետև երգիչները շատ են եւ ամեն անգամ քեզ թվում է, թե դու կորցրել ես ինչ որ մի մարդկանց խումբ, որտեղ նրանց հետաքրքրությունը մյուս երգչի կողմը կգնա։ Եվ դա բնականon է, չես կարող հավերժ նույն մարդկանց, որտեղ անընդհատ կա նորություն, թարմություն, այդ մտավախությունը կար, բայց ես այնքան էի հուզվել եւ հաճելիորեն շոյվել, որ իսկապես
որևէ ձևով ինչ որ բաներ չարվեցին, տոմսեր չբաժանվեցին, հատուկ դռներ չծեծվեցին եւ այն էլ նույն տոմսարկղի աշխատողները կամ առաքիչները ասում էին, որ տոմս չկար։ Մոտավորապես 50-ից 60 մարդ ուզել է ներկա լինել։ Տոմս չի եղել եւ բացի այդ ես գիտեմ շատ դեպքեր, որ դրսից հատուկ եկել էին իմ համերգի համար։ Եվ Ջավախքից, եւ Բարսելոնայից, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ Յալտայից շատերը եկել էին ուղակի համերգին ներկա լինելու, պատվիրել էին, մի քանի օրով եկել եւ վերադարձել էին։ Դա ինձ համար շատ հաճելի փաստ է։ Չնայած մենք խոսացինք որոշակի քննադատություններից կամ մարդկանց կարծիքներից, որոնք շատ դեպքերում ուղղորդված են, շատ դեպքերում ունեն հատուկ նպատակ, օրինակ մարդուն հունարիթանելու եւ այլն, անվիճելի է, որ ժողովուրդը ձեզ սիրում է ու դուք ժողովրդի երգչուհին եք։ Ալա որն է ձեր հաջողության գաղտնիքը։ Ես ուղղակի ազնիվ եմ ինքս ինձ հետ եւ դիմացինի հետ ու երբևիցե չցանկացա ինձ ներկայացնել մի տեսակի մեջ, որի մեջ ես չկամ։ Միգուցե կան երիտասարդների մեջ որոշակի շերտ կա, որը կարծում է, որ ես չեմ անում նորարարություն, ասենք թե արտաքինի մեջ կտրուկ փոփոխություններ չկան։ Այդպես էլ պետք է լինի, նորից եմ կրկնում, բոլորը չի որ կընդունեն քո կեցվածքը, քո երգելու ոճը, քո հագու կապը, մի խոսքով։ Բայց ընդհանուր առմամբ ես շատ երջանիկ եմ, որ ինձ ընկալում են որպես հայուհու կերպարի մեջ, մոր կերպարի մեջ, հայեցի ապրող եւ հայեցի երգող, չասեմ ժողովրդական երգեր, որտեղ ես ավելի շատ հեղինակ կատարող եմ, իսկ իմ երգերը հայկական են իրենց տեսակով եւ մտածողությամբ։ Պարզապես երբեք դուրս չեկա ուրիշի դաշտը չմտա, որ սա էլ անեմ, կապացուցեմ, որ սա էլ կարող եմ երգել։ Ես անում եմ այն, ինչ որ կարողանում եմ եւ կարծում եմ, որ լավ եմ անում այն, ինչ որ անում եմ, այսինքն այն, ինչ որ փորձում եմ ներկայացնել, դա իր չափերի մեջ տեղին է, ճիշտ է եւ դրա համար չեմ էլ փորձում ուրիշի դաշտը մտնել, մանավանդ որ պահանջարկը կա։ Փառք Աստծո, ես շատ հյուրախաղեր եմ ունենում եւ արդեն 20 տարի է կա այդ պահանջարկը։ Ավելորդ բաների դիմել չեմ ցանկանում։ Ես չեմ դա։ Ալա բացի այն, որ դուք սիրված երգչուհի եք, դուք նաև ընտանիքի սիրված կին եք եւ 3 երեխաների լավ մայր։ Խոսացինք արդեն ձեր մենահամերգից, մենահամերգի հայտնություններից մեկն էլ այն էր, որ երգում է նաև ձեր դուստրը Ժանուլիկը ու կարծես թե նա գնում է մայրիկի հետքերով։ Ես չեմ որոշել, որ նա պիտի երգի։ Եթե կգա մի ժամանակ, որ կլինի այդ ճանապարհը եւ ինքը կուզի երգել, ես իհարկե կլինեմ նրա կողքին, որ ինչպես յուրաքանչյուր նորմալ ծնող, որը կլինի իր երեխայի կողքին, բայց չեմ ուզում ընկալվի, որ ես ինչ որ բաներ եմ անում, որ նա երգի։ Ամենևին, սա իր խնդրանքն էր եւ իմ երեխան ունի շնորհք։ Նա լավ ապարում է, լավ սովորում է, լավ նվագում է դաշնամուրի վրա, լավ երգում է իր տարիքի համար։ Նա ոչ դպրոց է անցել, ոչ անգամ ես եմ նույնիսկ մեկ նեղանում եմ, ասում եմ, մամ, դու շատ-շատերին լսում ես, օգնում ես, խորհուրդներ ես տալիս, ինչու ինձնով չես զբաղվում, ես ուզում եմ երգել, ես դեռևս չեմ փորձում նրան հատուկ համերգների մեջ ներառել կամ սովորեցնել երգել։ Իսկ այն ինչ որ լսեցինք, դա ուղղակի իր մեջ երևի գենետիկայի, չգիտեմ, ինքը ճիշտ մելիզմատիկայով էր երգում նույն մոկած հարցները, բայց որևէ ձայնի դրված, ես էլ առանձնապես չեմ, իմ ձայնն էլ դրված ձայն չի։ Ուղղակի անկեղծաբար բնությունից եկած ինչ-որ մի բան է, որ երեխան խնդրեց ներկայանալ ինձ հետ միասին, իմ մենահամերգն է եւ ես նրան չմերժեցի, իսկ ինչու պիտի մերժեի, եթե
Բայց հատուկ ինչ որ բաներ չեմ անում եւ չեմ էլ մտածում, որ ուզում եմ, որ երգի։ Եթե կուզի երգել եւ եթե կտեսնեմ, որ իսկապես նա ունի այդ բանը իր մեջ երգելու շնորհքը եւ ցանկությունը, ես անպայման նրան կօգնեմ, որովհետեւ ես նրա մայրն եմ եւ ես կարող եմ օգնել, իսկ ինչու չօգնել սեփական երեխային։ Ալան նախորդ տարվա ձեր աշխատանքը կարծես թե նշանավորվեց մենահամերգով, էլ ինչ հասցրեցիք անել անցյալ տարում եւ քանի որ տարին նոր է սկսել, ինչ անելիքներ եք նախանշում առաջիկայում։ Միայն մենահամերգն էր Հայաստանում, որ կարելի ասել ինձ համար ձեռքբերում էր, որտեղ նախորդ դրանից առաջ մենահամերգը մոտավորապես 5-6 տարի առաջ էր։ Բայց նրա մասին ինչ որ հիմա պիտի խոսեմ, նույն հյուրախաղերը, տեսահոլովակ նկարելը, դրանք մշտապես կան իմ բոլոր տարիների մեջ եւ չեմ ուզենա առանձնահատուկ դրանց մասին խոսել, միայն ասեմ, որ հասցրեցի մենահամերգներ ունենալ եւ Լոս Անջելեսում, եւ Սան Ֆրանցիսկոյում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում իմ լավ ընկերը Արման Աղաջանյան նորից ինձ մեծ անակնկալ արեց, գրել էր երգ, որը կոչվում է Իզուր, իմիջիայլոց այդ երգի շուրջ էլ շատ խոսվեց եւ հիմնականում լավը, որովհետեւ մարդիկ ինձ այդ տեսակի մեջ չէին պատկերացնում։ Հետո մենահամերգից մի քանի օր հետո արդեն անկախության օրերն էին մոտենում, մեր չէ, սեպտեմբերի 21-ը ինձ հրավեր եղավ Լոնդոնից, մենահամերգ ունեցա այնտեղ այդ առիթով հրաշալի համերգ։ Բավականին մեծ գործունեություն ծավալվեց նաև որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեկամքի դեսպան, գիտեք այնտեղ Գորսուջյանը, Սերժ Թանկյանը, Տիգրանը Պետրոսյան, Կանադայից շատ հայտնի սոպրանո, մի խոսքով երգեցինք այսինքն գործունեություն ծավալվեց Արմենի հետ Մարտիրոսյան, նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, նաև Հրաչ Ներկեշիշյան նկարահանում, հրաշալի մի տեսահոլովակ Ջոն Լենոնի երգերից մեկի վրա, Imagine երգի հիման վրա, որը վերաբերում է նորից երեխաներին, բավականին աշխատանք տարվեց։ Ես միշտ ինչ որ գործունեության մեջ եմ, հիմա գուցե ինչ որ բաներ չեմ էլ հիշում։ Այդպես, իսկ այս տարում արդեն զանգեր ունեմ դրսից, դրանց մասին չխոսեմ, քանի դեռ չեն եղել, որտեղ որպես կանոն մի քանիսից 1-2-ն է ստացվում։ Հյուրախաղեր կան եւ նույն բարև երգը, որը արդեն ասացի, իմ գրված երգն է, ուզում եմ այդ երգի վրա տեսահոլովակ նկարել։ Հազար բարև, բարմիրարև, հազար բարև, 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 հազար բարև, բարմիրարև, քեզ էլ բարև, 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 հազար բարև, բարմիրարև, ձեզ էլ բարև, ձեզ էլ բարև, բոլորին բարև, հազար բարև։ Հաղորդման այս հատվածում բլից հարցեր, ալա ինչն է ձեզ համար ամենակարևորը այս կյանքում։ Ամենակարևոր մի բան չէի ուզենա նշել, բայց կարևորը ապրելն է։ Իր ամեն դրսևորումներով։ Ինչ է այսօր ձեզ ամենից շատ պակասում։ Միջավայրի անդորը եւ կուզեի լույս լիներ, շփիկներ լինեին, անհոգություն լիներ։ Կա մի բան, որ ձեզ վախեցնում է։ Ինձ պատերազմն է վախեցնում միայն։ Հանդիպում, որը ամենահիշարժանն էր ձեր կյանքում։ Եթե նկատի ունեք հայտնի մարդկանց, ես շատ երջանիկ եմ, որ շատ հայտնի Ջորջ Ձյուկի հետ եմ հանդիպել, ես երջանիկ եմ, որ Ազնավուրի հետ եմ հանդիպել, մենք զրուցել ենք, նկարվել ենք, այդպիսի դեպքեր շատ են եղել, մեկը չէի ուզենա նշել։ Թեման, որի շուրջ պատրաստ եք երկար խոսել։ Երևի երեխաներս։ Եվ հաղորդման ավանդական հարցը ինչն է ձեզ համար բացարձակարժեք։ Հիմա որ ասեմ հայրենիքը, պիտի ասեն էլի հայրենասիրություն է խաղում։ Եթե ասեմ մայրս, այսինքն նույն հարթակի վրա են բոլոր բաները, ընտանիքը, երգը, ազնվությունը, միանշանակ մեկի մասին խոսել ճիշտ չի։
Հալա շնորհակալ եմ հետաքրքիր ու լավ զրույցի համար ու իհարկե իմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ շատ ուղիղ եւ բարի հարցերի համար։ Շնորհակալություն։ Իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք երգչուհի Ալլա Լևոնյանի հետ։ Եվ վերջում հաղորդմանն աջակցելու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image ստուդիոյին։ Հասցե Իսահակյան 14։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։